Արդեն հայտնի է Եվրատեսիլ 2011-ի հայ մասնակցի ելույթի օրը։ Էմին վիճակահանությամբ ընդգրկվել է առաջին կիսաեզրափակիչում մայիսի 10-ին։ Հայաստանի հետ մրցույթային նույն խմբում ի թիվս այլ երկրների ընդգրկվել են նաև Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը և Թուրքիան։ Ելույթների հերթականությունը որոշվելու է մարտին կրկին վիճակահանությամբ։ Հանրային հեռուստաընկերությունը երգերի հայտերի ընդունումը երկարաձգել է մինչև հունվարի 23-ը։ Էմիի խոսքով արդեն 40-ից ավելի երգ են ստացել տարբեր երկրներից։ Հնարավոր է վերադառնա այս տարի և նկատի ունեմ Եվրատեսիլի հետ կապված և թիմի հետ զբաղվածում։ Ես կարծում եմ, որ արդեն երգից է կապված, Միրանի հետ բանակցությունները արդեն տարվել են և նա սիրով կմիանա մեզ երգի ընտրությունից հետո։ Բայց ինքը համաձայն է, որտեղ ասել է, որ չի մասնակցի երգը։ Ես էլ էի այսպես ասել։ Հիշում եք։ Եվրատեսիլին մասնակցելու առաջարկը Էմիի համար էլ է անակնկալ եղել։ Նա Միացյալ Նահանգներից վերադարձել էր այլ նպատակով։ Հունվարի 30-ին և 31-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու Էմիի մենահամերգը և նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, որը ձայնագրվել է Միացյալ Նահանգներում։ Երևանյան բեմում Էմիին կնվագակցի Ամերիկայից ժամանած Fresh Band-ը, որի անդամները արդեն այստեղ են։